Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք տաքսիստը հեռուստասերիալի հերթական, ծայրահեղ լարված, էմոցիոնալ եւ անսպասելի ինտրիգներով լի վերլուծությունը։ Իրադարձությունները ստանում են այնպիսի անկանխատեսելի ընթացք, որ յուրաքանչյուր նոր դրվագ իր հետ բերում է նոր բացահայտումներ։ Մինասի եւ Մանեի հարաբերությունները մտնում են բոլորովին նոր, ավելի վտանգավոր փուլ։ Մինասը ակնհայտորեն տարված լինելով աղջկանով տուն է վարձում նրա համար եւ սկսում հաճախակի այցելել։ Հերթական այցի ժամանակ նա հայտնվում է շքեղ ծաղկեփնջով, ինչը սկզբում Մանեի մոտ մեծ ոգևորություն է առաջացնում։ Սակայն շատ արագ Մանեն միացնում է մանիպուլյացիայի իր սիրելի ռեժիմը։ Նա սկսում է արդարանալ, թե չի ցանկանում, որ Մինասն իր հանդեպ պարտավորվածություն կամ խղճահարություն զգա։ Մինասը հավաստիացնում է, որ դա իր անձնական ցանկությունն է, բայց Մանեն ավելի հեռուն է գնում։ Նա բաց տեքստով նշում է, որ Մինասը չի պատրաստվում բաժանվել իր կնոջից, իսկ ինքը բոլորովին դեմ է հավերժ սիրուհու կարգավիճակում մնալուն։ Սա չափազանց ծիծաղելի եւ ցինիկ է հնչում մի աղջկա շուրթերից, ով նոր է ավարտել իր նախորդ արկածները մեկ այլ հարուստ տղամարդու նվերի հետ եւ հիմա փորձում է բարոյականություն քարոզել։ Մինչ Մանեն զբաղված է իր ապագան դասավորելով, Նոնայի խիղճը սկսում է տանջել նրան։ Նա վերջապես զանգահարում է Սեդային եւ արցունքն աչքերին խոստովանում, որ անսահման մեղավոր է զգում իրեն։ Նա իրեն է մեղադրում այն բանի համար, որ այդ ճակատագրական օրը չի գնացել Սեդայի հետևից եւ չի կանգնեցրել նրան։ Նա գիտակցում է, որ իր մեկ քայլը կարող էր կանխել այն սարսափելի ողբերգությունը, որը խորտակեց Սեդայի կյանքը։ Սակայն այստեղ կա մի շատ կարևոր դետալ։ Նոնան կրկին լռում է ամենագլխավորի մասին։ Նա չի տալիս Էլենի անունը։ Չէ՞ որ հենց Էլենն էր այն գլխավոր մեղավորը, ով ֆիզիկապես եւ հոգեբանորեն խանգարեց Նոնային դուրս գալ Սեդայի հետևից։ Նոնայի այս կիսատ խոստովանությունը ցույց է տալիս, որ նա դեռ վախենում է Էլենից եւ ամբողջական ճշմարտությունը դեռևս մնում է փակ դռների հետևում։ Նվերը չի կարողանում համագերբվել իր պարտության հետ։ Նա համարձակվում է զանգահարել Մինասին եւ փորձում է քննարկել իր ու Սեդայի հարաբերությունները, կարծես ոչինչ էլ չի եղել։ Սակայն Մինասը շատ կոշտ ու կտրուկ արձագանքում է, հիշեցնելով, որ նվերն այլևս իրենց ընտանիքի անդամը չէ, փեսա չէ եւ պարզապես ոչ ոք է իրենց համար։ Նվերը փորձելով փրկել իր դեմքը, արդարանում է, իբր իրենց բաժանումը ոչ թե իր կամքով էր, այլ սուտ հանգամանքների բերումով, ակնհայտորեն մոռանալով իր արած ստորությունների մասին։ Բայց այս հեռախոսազրույցը միայն սկիզբն էր։ Քիչ անց Սեդան եւ Եվան դուրս են գալիս զբոսնելու։ Նրանց ճանապարհը կտրում է հենց ինքը նվերը։ Կորցնելով ինքնատիրապետումը նա սկսում է ագրեսիվորեն քաշքշել Սեդային, բղավել եւ պահանջել ինչ-որ ճշմարտություն։ Սեդան խուճապի մեջ խնդրում եւ գոռում է, որ նվերն իրեն հանգիստ թողնի ու ընդմիշտ հեռանա, բայց նվերը շարունակում է իր հոգեբանական ահաբեկչությունը։ Եվ հենց այս օրհասական պահին ասես հրաշքով հայտնվում է Հարութը։ Առանց վայրկյան անգամ տատանվելու նա նետվում է առաջ, հարձակվում է նվերի վրա եւ կոպտորեն հրում նրան հեռու։ Հարութը կանգնում է որպես կենդանի վահան Սեդայի եւ նվերի միջև, խստորեն պահանջելով, որ նվերը հենց հիմա չքվի այդ տեղից։ Սերիալի զարգացումները հասնում են պայթյունավտանգ կետի։ Հարութը վերջնականապես դառնում է Սեդայի միակ հենարանն ու պաշտպանը, մինչդեռ մյուս կերպարները խրվում են իրենց իսկ ստեղծած ստերի ու ինտրիգների ճահճում։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, արդյոք հանուն Մանեի Մինասը կբաժանվի Սյուզիից։ Գրեք մեկնաբանություն։